Շուշիում արդեն 4-րդ տարին է այսպես կոչված գլոբալ մեդիա ֆորում է անում, համաշխարհային մեդիա ֆորում, հայկական, դե իհարկե բանը ինքը տիրույթ է տրամադրում եւ հասկանալի է Շուշիում է անում, պատահական չէ, հայկական լրագրողական աշխարհից ոչ ոք չի մասնակցում ու ես կարծում եմ, որ մոտակա հեռանկարում ոչ ոք չի մասնակցելու, որովհետեւ այս ամբողջը ունի խոշոր քարոզչական հնարք, իմաստ գնալ այնտեղ սպասարկել բանը եւ այնտեղ ջան ու ճիգարով գալիս են աշխարհի շատ երկրներից տարբեր այսպես կոչված հետաքրքրված փորձառու ինֆլուենսերներ, լրագրողներ եւ այդ թվում Կորդոն Մորդոն Ուկրաինայից եւ այլն իհարկե դե պատկերացնում եք հա խավիարային քաղաքականության աստվածները ինչեր կարող են անել հա կոնֆետ, շոկոլադ, չալաղաչ, խավիար եւ ուրիշ բաներ գլխների վրա մանտալ, Շուշիում է, էսեն է, հա, այդ քաղցր մեղցր շոկոլադնի զրույցները օրակարգի մաս են, հա, ամեն տարի այդպիսի, այսպես կոչված մեդիա ֆորում են անում, բայց մի քանի կարևոր հայտարարությունների անդրադառնամ Ալիևի, որը ասել է այդ ֆորումի ընթացքում հարց ու պատասխաններին չեմ բանանի հարցերին Ադրբեջանը միշտ աջակցել է եւ կշարունակի աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը Մոսկվան իհարկե նման բաները չի տեսնում էլի շատ քեշ ազդվում է նրանից որ Հայաստանն ասել է Ուկրաինայի հարցով Հայաստանը չի կարող Ռուսաստանի Դաշնության դաշնակիցը լինել բայց այս տեսակ հայտարարությունները բոլորովին իր համար տեսանելի չեն կամ ինչ որ միտեղ ինչ որ մեկը ծվծվում է գուցե մի ինչ որ պատգամավորիկ պետական թումայից գուցե դժգոհած լինի էլի բայց այն հուշկու հակահարվածը որ կարող է տալ Ռուսաստանը չի անում որովհետև շատ ավելի մեծ շահեր ունի Ադրբեջանի հետ եւ իրեն ցերընթու չէ կոնֆլիկտ զարգացնել Ալիևը ասում է որ կար խնդրեմ եւ դա հաղթահարվել է Ռուսաստանի Դաշնության հետ եւ Դմիտրի Կորդոնը, որը հիշեցնում է իր նախորդ հարցը, թե բանը ինչպես վարվել, էլի Ադրբեջանը պնդել է եւ պնդում է, Ալիևը ասում է պնդել եմ եւ պնդում եմ, որ օկուպացիայի հետ չհաշտվեք, դե իհարկե բանը պատերազմ հաղթողի դիրքերից է խոսում, ես չհաշտվեցի մոտարապես էս է իմաստը եւ չհաշտվեք կհաղթեք, էլի, հա համեմատությունները ինչ որ չափով կիրառելի են, ինչ որ բաներ ոչ մի բռնապետական երկիր, ուրեմն իր երկրի տարածքից էթնիկ զտում է անում, Ալիևը Արցախից հայության էթնիկ զտում է իրականացրել, սա մի բան է եւ պատերազմել է Հայաստանի Հանրապետության դեմ։ Իսկ ռուս-ուկրաինական պատերազմի դեպքում մեկ ուրիշ ավելի խոշոր բռնապետական երկիր հարձակվել է տարածքներ զավթելու նպատակով։ Ինչ որ նմանություն կա, ինչ որ տարբերություններ անշուշտ կան։ Դժվարություններ կային, ասում է Ռուսաստանի հետ հարաբերություններում, այո, բոլորս գիտենք դրանց մասին, բայց կարևորն այն է, որ այս փուլն արդեն անցյալում է։ Ես կասեի, որ հարաբերությունները լիովին կարգավորվել են, շփումներն իրականացվում են տարբեր մակարդակներում, կառավարությունների միջև, միջկառավարական հանձնաժողովների, համանախագահների միջոցով, արտաքին գործերի նախարարություն եւ այլն։ Պուտինի հետ խոսել են երկկողմ հարաբերությունների դինամիկայի մասին եւ այլն։ Հարավային Կովկասի հետ համագործակցել ցանկացող կողմերին, ասում է Ալիևը, առաջին հերթին կոչ է անում ելնել տարածաշրջանը խաղաղության եւ փոխազդեցության տարածքի վերածելու անհրաժեշտությունից։ Այստեղ ինչ որ մի մրցակցության նման բան կա Ալիևի եւ Փաշինյանի միջև, թե երկուսն էլ առաջ են մղում, առաջ խաղացնում են, այսպես ասած, promote են անում, հա, Հարավային Կովկասը, բանը ներդրումների, առևտրատնտեսական, то չգիտեմ, հաղորդակցության, տիրույթի հեռանկարի համար։ Խաղաղության խաչմերուկ մի դեպքում, այս դեպքում տարածաշրջանը խաղաղության եւ փոխազդեցության տարածքի վերածելու անհրաժեշտությունից, հա։ Տարածաշրջանի հետ համագործակցել ցանկացող բոլորի համար ամենակարևորը Հարավային Կովկասը որպես խաղաղության փոխազդեցության տարածքային առաջնահերթություն տալն է եւ այլն Հարավային Կովկասը վերջին տարիներին կտրուկ փոխվել է ասում է
եւ այս լայնածավալ փոխակերպումների խթանը երկրորդ Ղարաբաղյան պատերազմն է, ուզում եմ ասել, որ իր շնորհիվ է դա եղել, էլի, որը փոխել է տարածաշրջանի նախկինում հաստատված եւ կորզնականում անփոփոխ համարվող բազմաթիվ իրողություններ։ Հետագա իրադարձությունները, որոնք կապված են Ադրբեջանի ինքնիշխանության լիակատար վերականգնման, Հայաստանի եվրոինտեգրման ցկտումների եւ այս գործընթացի շուրջ ստեղծված հանգամանքների հետ թելադրում են Հարավային Կովկասի վերաիմաստավորման անհրաժեշտությունը թե վերլուծաբանների, թե պետական գործիչների կողմից։ Հա, ամենա դարդոտ տեղը, հա, վշտացել է մարդը։ Ադրբեջանին ուրեմն համապատասխան ազդանշաններ է փոխանցել իր ասելով, հա, եվրոպացի գործընկերներին, երբ արևմտյան հանրությունը իբր ուրեմն փոխանցել իր եվրոպացի գործընկերներին, երբ արևմտյան հանրությունը իբր Հայաստանի հետ կապված ակնհայտ կողմնակալություն է ցուցաբերել։ Հայաստանը սկսեցին ներկայացնել որպես տարածաշրջանի գլխավոր տրանսպորտային հանգույց, դա իհարկե մեծ շփոթություն է առաջացրել մի երկիր, որը որևէ փորձ չունի որպես տարանցիկ պետություն, հանկարծ հայտարարում է գլխավոր տրանսպորտային հանգույց, անհասկանալի է թե ինչի վրա են հիմնված նման գնահատականները։ Այստեղ անուղղակի կարող ենք ասել, որ ընդունում է արտաքին աշխարհում Հայաստանի քարոզչական որոշ հաջողությունները եւ իր որոշ ծախողումները, հա, այսինքն ոնց որ թե Փաշինյանին ավելի այս բաների վրա հենվելով եմ ասում, էլի, այս վշտալի հայտարարության վրա Փաշինյանին ավելի է հաջողվել ապացուցել, որ Հայաստանն է այն հանգուցային կետը, որը պիտի կապի հյուսիս-հարավին, արևելքը արևմուտքին եւ այլն, ինքը քեշ վշտացել է էլի սրանից։ Սա իբր քաղաքական դրդապատճառներ ունի եւ Հայաստանը դեպի իրեն գրավելու փորձ է։ Այսինքն այնքան էլ Փաշինյանի շնորհքը չէ դա Եվրամիությունն է, որ բան է արել, փորձում է գրավել իրեն, հա։ 3+3-ին է անդրադարձել, ասել է, որ դա պետք է Մինսկի խմբի չվերածվի, այսինքն իր գնահատմամբ մեռած կամ կիսամեռած կամ բանը մեռելացին կառույցի չվերածվի, հա։ Ահա սա էր եւ իհարկե Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխվող բեռների մասին է խոսել, ասում է, որ մենք հանել ենք բոլոր շրջափակումները տրանզիտի իմաստով, իհարկե ուղիղ ելումուտ չկա Ադրբեջանից Հայաստան բացառիկ հանդիպումները, հա, պաշտոնյաների սահմանահատել հանդիպել եւ քաղաքասարակության հանդիպումները, բայց մնացած տարանցումները իր տարածքով Ռուսաստանից է գալիս, то есть Ղազախստանից է գալիս, բանից է գալիս, այդ արգելքները հանվել են, ինչը ճշմարիտ է, 40,000 տոննա տարբեր բեռներ են Ադրբեջանի տարածքով Հայաստան եկել, որպեսզի պատկերացնեք, սա մոտավորապես 1000 վագոնի մասին է խոսքը, եթե բաժանեք 20-ի, ստացվում է 50 շարժակազմ, 50 գնացքի գնալ գալու մասին է։ Մի քիչ ավել, մի քիչ պակաս էլի, հա, 40-50 տոննանոց բեռնատարողությամբ վագոնների մասին է խոսքը եւ իհարկե այդ թվի մեջ ասում է, որ 10,000-ը ոնց որ թե այո 10,000-ը նավթամթերք, բենզին, դիզվառելիք եւ այլն, այսինքն 1/4-ը այդ ամբողջ բեռնափոխադրման եղել է Ադրբեջանից Հայաստանին վաճառած նավթամթերքը ու Հայաստանն ունի վառելիքի հուսալի աղբյուր եւ այդ աղբյուրը Ադրբեջանն է։ Եթե չլիներ Հայաստանը հավանաբար ստիպված կլիներ բենզինի եւ դիզվառելիքի վառելիք փնտրել աշխարհի տարբեր մասերում, այսինքն հիմա ճգնաժամ է, Ռուսաստանից բան քիչ է գալիս։ Իհարկե, լավ բան է, որ Հայաստանը այլընտրանք ունի, բայց կարևոր է, որ այլընտրանքը դոմինանտ դերակատարություն չունենա, որտեղ դա կախման է բերելու, հա, մերիտ չլնես, մրջուրը չընկնես, էլի մոտավորապես այսպես, հա։ Եվրոպայի խորհրդից դուրս գալու դարդերը, հա, սպառնում է, ասում է Եվրախորհուրդը սառեցրել է մեր քվեարկելու իրավունքը եւ եթե այսպես շարունակվեց, մենք թարգելու ենք եւ հեռանանք, էլի, հա, հերիք եղավ, փոլ եղավ, մոտավորապես այս բանն է, չենք կարող երկար մնալ, էլի։
Եվրամիությունում այս պայմաններով հարգելի հայրենակիցներ եւ Մաշա Զախարովայի բանը սեր է բացվել, ինչպես ասում են, մի վարքան։ Հա։ Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանին եւ Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ, ինչպես նաեւ երկու երկրների ժողովուրդների անկեղծ սերը։ Այս շատ բան է, լղոզած սիրո մասին է խոսքը, էլի, թե որը ինչ է սիրում, չի մեկնաբանել մադամը։ Մեզ համար Հայաստանը պարզապես ինքնիշխան պետություն չէ, թեև անշուշտ այդպես է։ Ինքնիշխան անկախ պետություն հնագույն արմատներով, հնագույն ու հիասքանչ մշակույթով, բայց այն նաև մի պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ։ Իմացար, հարցազրույց է տվել էլի, հա, երկու երկրներին միավորում են խաղաղությունը, հա որ, հա, ինչ խաղաղություն։ Ինչ խաղաղություն։ Ռազմավարական դաշնակիցն եք, պետք է օգնեիք Հայաստանին, որոշեցիք չօգնել, գնացիք նաև հարցակվեցիք ուրիշ պետության վրա։ Միջպետական հարաբերությունները եւ այդ հարաբերությունների զարգացման ռազմավարական ծրագրերը, պատժամիջոցներ Հայաստանի գյուղմթերքի եւ ուրիշ արտադրանքի դեմ, բանը, սա ուրեմն միջպետական հարաբերությունների լավ օրինակ է ստերևույթին։ Մեր կողմից միշտ եղել է միայն օգնություն եւ աջակցություն։ Ստի հերը շուն դառնա, ինչպես ասում էին հին Հունաստանում, որոնք իմ կարծիքով պայմանավորված էին ինչպես աշխարհաքաղաքական բաղադրիչներով, ինչպես ասում են դիվանագետները, այնպես էլ նրանով, ինչը ես անվանում եմ սեր։ Քեֆը լավ է եղել, մադամի։ Ժողովուրդների մշակույթների անկեղծ սեր, փող թափանցում, взаимопроникновение, իմացար։ Շատ վտանգավոր բառեր է օգտագործում Տիկին Զախարովան, ահա թե որոնք են այն իրական կապերը, որոնք ոչ թե կաշկանդող կապանքներ են, այլ հենց հարազատության թելեր։ Վիզում բացվել է, հաստատ քեֆը լավ է եղել։ Ահա այդպես, հարգելի հայրենակիցներ, նայենք ստեղ ինչ հարցեր կան։ Թուրի կատակը, հա։ Մենք էլ կատակով արգելափակել ենք Թուրիին, լավ, փակենք այդ թեման, առողջություն չկա։ Հա, ոչ մի խոսքի պետք չի հավատալ։ Захарова пора Мали, чтоб избавиться от Захарова пора Мали. Алкогольной зависимости там много порошка белого у сына Пригожина. Հասկացանք ինչ են ասում։ Բռնապետը սար էր բարձրանում։ Ոմանք Փաշինյանին բռնապետ են հավանում, ձեր իրավունքն է ժողովուրդ ջան, հա։